Երեխային պետք է օգնել ինտեգրվել հասարակության մեջ, այլ ոչ թե այդպես ասած ամեն ինչ անել, որպեսզի լավ կյանք ապահովի ծնողը, որովհետև ինչպես արդեն խոսեցինք հաղորդման սկզբում, ուշ թե շուտ երեխան ինքնուրույնանում է, եւ եթե ինքը պատրաստ չի մեծ աշխարհի հետ հաղորդակցվել, ապա այդտեղ սկսում են բավականին լուրջ հոգեբանական խնդիրներ։ Բայց գանք ավելի տարրական կետից, հա։ Գանք մի քիչ նյարդաբանական անգամ զարգացումից երեխայի շատ տարրական օրինակ բերեմ, որ շատ անգամ ծնողները մտածելով վայ բալիկս չմրսի, վայ բալիկս էս ինչը չլինի, այսինքն շատ երկար ժամանակ թևի տակ երեխային, որ արդեն վաղուց պետք է սողար, պետքա չոչ աներ, պետքա գլուխը միտեղ խփեր, պետքա մի հատ փոշի տաներ բերանը եւ այլն, իսկ ինչ էր դա պետք, որովհետեւ դա ամբողջ իր համակարգն է զարգացնում, սկսած դիմադրողական համակարգից, վերջացրած իր հենաշարժողական համակարգով։ Եվ շատ անգամ ծնողը այսենց սևեռված իր էգոիզմի վրա, որ իրան հարմար լինի ու ինչ լավ է, բայց հակուկը ստակա, հանգիստ է, խաղաղ է, ես իմ պահանջն եմ այդ ժամանակ, հա, բավարարում, այո, ես ցավոք սրտի խոչընդոտում եմ երեխայի զարգացմանը։ Այս հենց բազայի վրա Լենա ջան, որտեղ որ երեխան պետքա չոչ անի, իսկ ես դա չեմ թողնում, երեխան այո, պետքա գնա դուրս նաև կռվի էլ, բայց ես իրան դա չեմ թողնում, հա, կոպիտ ասած, պետքա գնա եւ հանդիպի ինչ որ նաև բացասական կետեր մեր կյանքի, որոնք մեզ վախացնում են ու մեզ են դժվար իրավիճակում թողնում, բայց իրան ինքը պետք է կարողանա իրան դրսևորել։